Ուկրաինան խոչընդոտ չէ խաղաղության ճանապարհին, արձագանքելով Սպիտակ տան ղեկավարին հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Հենց ռուսական հրթիռները, ռուսական շահեդները եւ Ուկրաինան ոչնչացնելու Ռուսաստանի փորձերն են ապացուցում, որ Ռուսաստանին ընդհանրապես համաձայնագրեր պետք չեն։ Երբ Ռուսաստանի պատճառով ուկրաինացիները 20-30 ժամ էլեկտրաէներգիա չունեն, եւ երբ ռուսական հարվածները նպատակ ունեն խաթարել մեր էներգետիկ ոլորտը եւ ոչնչացնել մեր ժողովրդին, պետք է ճնշում գործադրել հենց Ռուսաստանի վրա։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ոչ թե Ռուսաստանի, այլ Ուկրաինայի նախագահն է ձգձգում խաղաղության գործընթացը։ Կրեմլը համաձայնել էր Թրամփի հետ, ընդգծելով, որ ռուսական կողմը բաց է բանակցությունների համար։ Այս մասին նաև Դաշնության նախագահն է խոսել Կրեմլում տարբեր երկրների դիվանագետների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս բազմաբևեռ աշխարհակարգի օգտին, որտեղ ըստ նրա մեկ երկրի անվտանգությունը չի սպառնում մյուսի գոյությանը։ Մեր երկիրը ձգտում է երկարաժամկետ եւ կայուն խաղաղության, որը հուսալիորեն կապահովի բոլորի անվտանգությունը։ Ոչ բոլորը, այդ թվում Կիևը եւ նրան աջակցող մայրաքաղաքներն են պատրաստ դրան։ Եվ միջ այդ անհրաժեշտության ճանաչումը կգա, Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հետապնդել իր նպատակները։ Արևմուտքում սակայն ոչ բոլորն են հավատում Պուտինի խաղաղասիրական հավաստիացումներին։ Պոլիտիկոյին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը մերժել է Փարիզի եւ Հռոմի առաջարկները քննարկելու Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցություններ վերսկսելու հարցը։ Կարծում եմ մեծ անհրաժեշտ են ապացույցներ, որ Պուտինն իսկապես խաղաղություն է ուզում։ Այս պահին ես դա չեմ տեսնում։ Չնայած Մեծ Բրիտանիան վաղուց դուրս է եկել Եվրամիությունից, Քուփերը դեռ օգտագործում է «մենք» բառը Եվրամիության քաղաքականության անդրադառնալիս։ Իդեպ ավելի վաղ Զելենսկին Կիևում հանդիպել էր Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան եւ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ։ Փոխադարձ մեղադրանքներն ու կասկածները սակայն չեն թեթևացնում սաստիկ ձմռան առանց էլեկտրականության, ջեռուցման եւ ջրի մնացած մարդկանց հոգսը երկու կողմում։ Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության, Ռուսաստանը ձմեռային սեզոնին 250 անգամ հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա։ Ճգնաժամը խորացել է վերջին շաբաթվա ընթացքում։ Կիևում դպրոցական արձակուրդները երկարացվել են մինչև փետրվարի 1-ը։ Մայրաքաղաքում արդեն ավելի քան 1200 տաքացման կետեր են գործում։ Հազարավոր բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել Խարկովում, Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում։ Խարկովում խոշոր էներգետիկ ենթակառուցվածք է ոչնչացել ռուսական հարվածների հետևանքով։ Ուկրաինան այս հարձակումներին պատասխանում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտին հարվածներով։ Բելգորոդի մարզում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են։ Ճակատում ուկրաինացիները կորցրել են ևս մեկ ռազմավարական ուղի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել, թե ինչպես են Ռուսաստանի ավիատիեզերական ուժերը ոչնչացնում Խարկովի մարզի Օսինովո գյուղի մոտ գտնվող Օսկոլ գետի վրայով անցումը։ Այն ակտիվորեն օգտագործում էին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները սարքավորումներ, զորք եւ ռազմական բեռներ տեղափոխելու համար։ Financial Times-ը հողում անելով Եվրահանձնաժողովի իր աղբյուրներին գրում է, որ Զելենսկին կարող է համաձայնել տարածքային զիջումների, եթե կարողանա երկիրը տանել Եվրամիություն։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։